Քաղաքակրթության պաշտպաններին պատվելու, նրանց անշահախնդիր գործերը փառաբանելու նման երեկո աշխարհում դեռ երբեք չէր եղել։ Ավրորա մրցանակաբաշխության փիլիսոփայությունը, ինչպես 100-րդ տարելիցի միջոցառումների դեպքում, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր սկիզբն է։ Խնդիրն այլևս միայն մերը չէ, վերաբերում է բոլորին։ 101 տարի անց փրկվածների սերունդները ոչ միայն հիշում են, այլև սկսում են ամեն տարի պատվել աշխարհի այլ, մոռացված ծայրերում մարդ փրկող մարդկանց, հերոսացնելով նրանց, տարածել պատմություններ, որոնք անհայտ էին։ Les voisins assassinés 72 ou tous sous mes yeux. 100 կյանք նախաձեռնության շրջանակում հիմնված Ավրորա մրցանակի ընտրող հանձնաժողովի 9 անդամներից 4-ը Նոբելյան մրցանակակիրներ են։ Միայն մեկն է հայ՝ Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։ Անշահախնդրությունն ի սկզբանե սկզբունքային էր։ 100 կյանքի եւ Ավրորայի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը ընդգծում են. հայկական նախաձեռնությունը միջազգային մարդասիրական արշավ է, կենտրոնում մարդն ու նրա գործերն են։ Եթե Ավրորա մրցանակի համար հաջորդ տարի լինի արժանի թուրք ներկայացուցիչ, պատրաստ ենք ավելի առաջ անցնել եւ այստեղ Երևանում նրան հանձնել այս մրցանակը։ Ավելի քան 2 ժամ տևած միջոցառմանը ներկայացվել են 4 հավաքնորդների պատմությունները։ Նրանցից մեկը փրկել ու պահում է տասնյակ հազարավոր երեխաների։ Մյուսը միայնակ բուժել եւ շարունակում է օգնել կես միլիոն սուդանցիների։ Երրորդը ստրկությունից փրկել է անհավանական մեծ թվով մարդկանց։ Չորրորդն էլ ամեն ինչով օգնել է մի հակամարտության երկու կողմում գտնվող խաղաղ բնակիչներին։ Բոլորը վտանգել են իրենց կյանքը եւ բոլորն էլ դա արել են առանց որևէ շահի։ Եվ այսօր Հայաստանում ցեղասպանություն կանխող մարդկանց հերոսացնող երկրում նրանք ստանում են արժանի գնահատական։ Հաղթողն ու Ավրորայի առաջին դափնեկիր է դառնում տասնյակ հազարավոր երեխաների համար մայր դարձած բուրունդացի Մարգարետ Բարանկիցեն։ Նա կստանա $100,000 պարգևավճար, $1 միլիոն էլ կփոխանցվի այն կառույցներին, որոնք կընտրի դափնեկիրը։ Այս պարգևը իմ խնամքի տակ գտնվող երեխաների տառապանքի ճանաչումն է։ $1 միլիոն կբաժանվի իմ գործընկեր կազմակերպությունների միջև։ Այսօր ես ինձ ավելի վստահ եմ զգում։ Հայաստանի մասին տեղեկացել եմ դեռ Աստվածաշնչից, բայց այս օրերին զգացի, որ Հայաստանի օրինակը ստիպում է երբեք չհանձնվել։ Ավրորա մրցանակի մյուս 3 հավաքնորդներն էլ ստանում են $25,000 իրենց ոգեշնչած կազմակերպություններին օգնելու համար։ Լրագրողների միջազգային կենտրոնի հետ համագործակցությամբ սահմանվել էր նաև առանձին պարգև լրագրության ոլորտում։ Կյանքը վտանգելով ճշմարտությունն իլուր աշխարհի հայտնելու համար սկզբունքային լրագրող կոչմանն է արժանացել New York Times-ի թղթակից Ռուկմինի Գալիմակին։ Հենց նա է բացահայտել իսլամական պետության սեռական ստրկության համակարգը, որի մասին այսօր աշխարհում գիտեն բոլորը։ Երբ ես Իրաքում էի, ինձ հրավիրեցին մի տուն, որտեղ կանանց հետ խոսեցինք ամենացավոտ հարցերի մասին։ Ինձ հարց ուղղեցին, ասացին, եթե խոսենք, ինչ-որ բան կփոխվի, բռնաբարությունները կդադարեն։ Ես տարբեր երկրներում հանդիպում եմ մարդկանց հետ, որոնք պատմում են իրենց տառապանքների մասին։ Ես դրանք գրում եմ, հրապարակում, հույսով, որ դրանով հնարավոր կլինի առնվազն մեղմել նրանց ցավը։ Միջոցառման նախնական սցենարում այս դրվագը չկար։ Հայերին սպանելու նպատակով ապրիլի սկզբին ադրբեջանական պետության բռնությունների ժամանակ զոհված հայ զինվորներին մեկ առ մեկ հիշելով մրցանակաբաշխությունը հստակ ուղերձ է հղում։ Հայկական բանակը ցեղասպանություն կանխող ուժ է, հետևաբար զոհերը համամարտկային հերոսներ։ Ցեղասպանությունը վերածննդի վերածող եւ աղետի մեջ լույս գտնող միջոցառման վերջում Ավրորայի ընտրող հանձնաժողովի անդամ Ջորջ Քլունին, հիշելով Հիտլերին, պատասխանել է նրա հռետորական հարցին։ Հիտլերն ասում էր, ով է հիշում հայերին, ահա պատասխանը, ամբողջ աշխարհը։ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի եւ Վարդան Գրեգորյանի նախաձեռնությունը դրեց միջազգային գործընթացի սկիզբը։ 3 հայի շնորհիվ մարդ փրկող մարդուն այսուհետև կճանաչեն, կփորձեն նմանվել նրանց, ովքեր իրենց օրինակով ու պատմություններով բարբարոսությանը պատասխանում են մարդասիրությամբ։ Դավիթ Սարգսյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։